Տեսեք, մի օր Բիլ Գեյթսը, երբ որ հարցում են, ասում է, ով է աշխարհի ամենահարուստ մարդը, ինքը շատ մի գեղեցիկ իր կյանքից պատմություն է պատմում։ Ասում է, մի անգամ դեռ ուսանող է, ասում է, օդանավակայանում տեսա մի մարդու, որ թերթ էր վաճառում, ուզեցի գնել, բայց փողս չբավականացավ, այդ մարդը տեսնելով ասեց, վերցրու կարթա, խնդիր չկա։ Ասացի, բայց փող չունեմ, ասեց, ոչինչ, վերցրա կարթա, այդ մի թերթ իմ կյանքում ոչ մի բան չի փոխում։ Ասում է, հաջորդ անգամ նորից այդ մարդուն հանդիպեցի, հարցրեց, փող ունես, թե էլի չունես, երբ որ տեսավ ուզում եմ կարդամ, ասեց նորից վերցրա կարդա։ Ես երբ որ արդեն մեծացա, 18 տարի անցավ, հարստացա, միլիոնատեր դարձա, ուզեցի գտնել այդ մարդուն։ Գնացի, ես գտա այդ մարդուն, ասացի, հիշում ես ինձ, որ երկու անգամ ինձ ջրի տվեցիր թերթը, որ կարդամ, հիմա ասա, ինչ ես ուզում քեզ համար անեմ, ինչ որ ասես քո ցանկությունը կկատարեմ։ Այդ մարդն ասում է, եղբայր, ասում է, ես քեզ օգնեցի այն ժամանակ, երբ որ ես աղքատ էի։ Հիմա դու ինձ ուզում ես օգնես այն ժամանակ, երբ որ դու հարուստ ես։ Ասում ես այդ ժամանակ հասկացա, որ ամենահարուստ մարդը այս մարդն, որ իր չունեցածի գուցե այդ մեկ թերթի արժեքը իր այդ օրվա հացի փողն էր, բայց այդ մարդը իր նեղության ժամանակ ինձ օգնեց։ Հիմա ես եկել եմ իմ հարստության ժամանակ եմ ուզում օգնել այդ մարդուն։ Այսինքն իր բարեգործությունը այս մարդը չհետաձգեց լավ օրերին, երբ որ հարստանամ կօգնեմ։ Այսօր շատ մարդ են ասում, որ գործերս մի քիչ լավ լինի, սա կանեմ, նա կանեմ, բայց մարդուն ընդհանրապես շատ փոքր բան է պետք։